որ խնդրեմ կբացատրես VC-ն ինչ է ու ինչ եք դուք ընդհանրապես անում։ VC-ն շատ հետաքրքիր բիզնես է, ինքը ոնց որ երկարաժամկետ մեծ ռիսկային ներդրումներ են, այն հուսով, որ մեծ եկամտաբերություն կունենան, այսինքն ընկերությունները սկսում են, ստեղծվում են ինչ-որ բան սարքել, venture-ային ֆոնդը օգնում է ոնց որ գումարի միջոցով accelerate լինեն ու ինչ-որ հայաբաժին է վերցնում ընկերությունից։ Նպատակը այն է, որ մի օր ընկերությունը երբ որ հասնի լիկվիդացման, այսինքն գնահարժե թղթերի շուկա կամ վաճառվի ինչ-որ մեծ ընկերության, այդ ժամանակ այն հայաբաժնով, որով ներդրում է կատարվել, venture-ային ֆոնդը ոնց որ գումարը հետ է վերադարձնում։ Ստրուկտուրան սենց է գոյություն են limited partner-ներ, որոնք են մարդիկ են, ում գումարը venture-ային ֆոնդը կառավարում է, այսինքն venture-ային ֆոնդը իր գումարը չի կառավարում, ինչ որ մարդկանց անհատների կամ ինստիտուցիոնալ ներդրողների գումարն է կառավարում։ Կախված venture-ային ֆոնդից, բայց հիմնականում նաև այդ partner-ները, ովքեր ոնց որ սկսում են venture-ային ֆոնդը, պարտավորվում են, որ իրանք է իրանց կողմից որոշակի տոկոսը ֆոնդի կդնեն, որտեղ այդ վստահություն է ստեղծում, որ ուրիշը որ քեզ գումարը տալիս է, դու քո գումարն էլ ես դե դրել, այսինքն ամեն ընկերությունին նայելուց դու ոնց որ կմտածես համ քո գումարը վերադարձնում ես թե չէ, ու այդ ներդրողի գումարը վերադարձնում ես արդյոք թե չէ, բայց ի տարբերություն տենց կլասիկ ներդրումների ինքը բավականին երկարաժամկետ է, կարող ասենք, չգիտեմ, միջինում 15 տարի ոչ մեկ գումարի վերադարձ չտենա այդ բիզնեսից, դե միջինում չգիտեմ 13-ից 15 տարի տևում է մինչև ընկերությունները իրոք լիկվիդացվեն, շատ ընկերություններ կարող երկար ժամանակ մնան, փորձեն աճեն, այսինքն այդքան հեշտ գործ չի։